Ես մի վախ ունեմ, որ դա կարող է լինել վախը չի, որ ես անձնականի մասին չի խոսքը։ Հայաստանում բարձր որ իշխանությունը կա, իշխանությունը բոլոր դեպքերում կայուն է, ավելի է կայունացել, ավելի։ Բայց տեսեք պրոբլեմները սրվեցին, ընտրություններից հետո է սրվել հավանաբար, այդ բանն է։ Հիմա դրա համար կարող է եւ փորձ արվի Հայաստանում իշխանության երկու կենտրոն եւս ակտուալացնել։ Մեկը Սամվել Կարապետյանի ռուսական պրոքսին է, Մարիա Զախարովայի հետ խումբը եւ երկրորդը եկեղեցին է, կաթողիկոսի հարցը պիտի լուծվի ցկցկել անթույլատրելի եմ համարում։ Եվ մենք պիտի ունենանք մեր եկեղեցու դավանանքը պաշտպանող ուրիշի հետ հարաբերություն չունեցող մեր շահերը պաշտպանող կաթողիկոս։ Սա անթույլատրել է, երեք կենտրոն կարող է դառնալ, պաշտոնական պետական։ Իշխանությունը ազգային ժողովում է սրանց խումբը ռևանշիստները եւ եկեղեցին երեք տեսեք իշխանության կենտրոններ ուշադիր պիտի հետևեք եւ գլխատել փորձերը ոչ թե իրենց Եվ պարոն Շիրինյան, խոսենք նաև, քանի որ ես ուզում եմ անդադ խոսենք նաև մեր ներքին խնդիրներից, վիոլա ջրի հետ կապված Բյուրեղավանում գրանցվեցին նորից զանգվածային թունավորման դեպքեր։ Վիոլա ջուրը հայտարարում է, որ խմելու ջրի շեղումներ չկան։ Հանրությունը պահանջում է եւ պնդում է, որ մարդիկ այդ թունավորումները ստանում են հենց ջրից օգտագործելով, իսկ ջուրը, իսկ նախկին արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը պնդում է, որ արտեզյան ջուր են խառնում, գրաֆիկներ կրճատված է, ջրի որակը չի համապատասխանում սահմանված չափանիշներին եւ ընդհանրապես խորհուրդ է տալի, հորդորում է այդ բոլոր հարցերով գնալ դատարան։ Հարության դժգոհությունը չի մարում։ Ինչ անել։ Մասի հետ համաձայն եմ դատարան գնալ, ընդհանրապես պիտի փորձել իրավական համակարգ աշխատեցնել, այստեղ է որ ասում եմ իրավական պետությունը բոլոր նորմատիվները ուղղություն, բայց Արփինե Հովհաննիսյանին հարց ունեմ, էլի ձեր ժամանակ այդ հարցերը կային թե չկային, որ նախարարերը ինչ չէր ուղարկում, ինչ չէր ուղարկում։ Թե տավադրորեն սպասում եք այս օրերին։ Սա այս բոլորը արդյունք է, բայց դա չի նշանակում այսօրվա իշխանության արդարացնել։ Շատ արագ աշխատեք, ես մի բան եմ, գիտեք նկատել, երեք էլ գնացել էի մարզեր, այսպես ասեմ, եւ Գյումրիում Գումարիում, որտեղ ես գտնում եմ, որ մենք պետք է հայկականանանք բոլոր իմաստներով եւ տարբեր մարդիկ բան Կարծեք թե ընդառնություն կա մեր մեջ, մի անհավեսություն կա ապրելու ժողովրդով ընդհանրապես ոչ միայն սրան պիտի վերջ Դե ժողովուրդ ասում է ինչ լավ բան եք տեսնում, որ ողջևորվենք Հիմա փորձել Չերչիլը գիտեք ինչ էր ասում էր եթե մոտապես էսպես է եթե չունեք այսօր տեսնելու ինչ արեք ասում էր առասպելականացրեք ձեր անցյալը, որովհետեւ սնվեք եւ շարժվեք, էլի։ Ես այդպեսի կոչ եմ անում, ինչ է բանը։ Հիմա պիտի ես նույնիսկ կարող եմ ասել ավելի վատ դեպքեր են լինելու, դարձեմ միանշանակ, որտեղ աշնանա տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են եւ երբ երկրորդ իշխանության զգուշացնում եմ, իմացեք, որ գողապետությունը գրոհելու է, որի թիկունքում լինելու է Ռուսաստանը։ Հետ չկասկածեք, կարող է եւ սրանք իշխանության վերջնական փոփոխության հարցը այստեղ պետք է լուծեն, որտեղ այնտեղ չեն կարողանում, չի ստացվում։ Այսինքն այդ հարաբերությունները դրա համար մի հատ ինչ ասեմ, արդարության նախարարը թող խորհրդակցություն մի հատ անի, դատախազությունը մի հատ տեսնի եւ անեն եւ հետնեն աշխատեն, բայց թե մի ուրիշ խորքային մի բան կա, էլի գողապետություն առանց կոռուպցիայի չի գնում, որտեղ կոռուպցիա այնտեղ պետություն չարենցը ասել չկա։ Պարոն Շիրինյան, թիմ ընտրությունների մասին, քանի որ խոսեցիք, տեսեք, արդեն ուժեղ Հայաստանը մարզերում է։ Եվ կարծես թե հենց իշխանությունից մի քանի քայլ առաջ են, գերհավաքագրում են խնդիրները, ասում են, ինչպես ժամանակին Տիգրան Ավինյանները ասում, ասեք կանենք, հիմա նրանք էլ են հավաքագրում են եւ խոստանում են անել։ Ընդ որում իրենց առաջարկած ծրագրերը բավականին գրավիչ է։ 5 երեխաների դեպքում անվճար բնակարան օրինակ։ Այդ նույն 300,000 ադրբեջանցիներն են, որ հիմա ադրբեջանցիները եկել են, ընտրություն լծվել են եւ ինքնուհորողները այնտեղ թամադայություն են անում ադրբեջանցիների հետ կեֆը։ Սա սուտեր չէ։ Սուտեր չէ, ես բանում էլ ասեցի, սուտ է, բայց իրենք աշխատում են։ Էս էլ է սուտ լինել, որտեղ դրանք այդ ռեսուրսները վստահ եմ այլևս չունեն, դրանց
բանը Պուտինը մաշկել ուղարկել է Հայաստան այս վիճակի համար եւ այլն, բայց այստեղ դա մեզ իհարկե չի բավարարի։ Իշխանությունները պետք է հետևեն մեկ, իրենք ակտիվ լինեն երկու, եւ երրորդ մասը կա, իրենցից հաշիվներ պետք է պահանջել, թե ինչ են անում մարզերում, ինչ են անում, ինչի համար եկել այդ օտար երկրի։ Բայց չէ որ օրենքով արգելված չէ։ Դե օրենքները հիմա մարդիկ ազգային ժողով են մտնելու պատրաստի պորտֆելներով հարցերի։ Նիկոլ Փաշինյանն ինքն էր առաջարկում կաբինետներից դուրս եկեք եւ գնացեք։ Հա, հիմա նրանք կաբինետից չեն եկել, Ուրալից են եկել, Կալուգայից են եկել։ Ուրեմն ինչ եմ ուզում ասել, Կալուգան մեր բանը չի։ Թող վերցնեն օրենքները արագ փոխեն, ԿՊ-ն բոլոր ձայներն ունի։ Նորից իօքուտ իրեն փոխել։ Արագ իօքուտ պետության, իրենք որ է, իօքուտ պետության վերցնեն օրենքներ կարգավորել իջել։ Դե արեցին, չէ, ազգային ժողովը։ Բաց ընտրելուց հետո արեցին։ Շուտ էր անել պետ, շուտ։ Այսինքն շուտ է պետ, շուտ։ Այդ ականջը բռնել պետք չէ։ Եվ պարոն Շիրինյան, վերջին հարցս, քանի որ մեր ժամանակը մոտենում է, բայց դա ռեալ խնդիր է, տեղական ինքնակառավարումը, բայց սրանք իրենք տարբերակ չունեն, շատ հնարավոր է, որ Մոսկվայից հրաման ունեն իշխանությունը վերցնել այդ ձևով Հայաստանում։ Թիմ ընտրությունների միջոցով։ Որտեղ իշխանությունը պիտի նորից առիթ ունեցել եմ ասելու ռեալ իշխանությունը սովորաբար պետություններում տեղական ինքնակառավարման մարմիններում են առաջին հերթին։ Մենք խոսում ենք մարզերի մասին, խոսում ենք գյուղացու հոգսի մասին, տեսեք ուժը Հայաստանը գնացել է մարզեր եւ պատահական չէ ըստ երևույթին, քանի որ այսօր գյուղացին մեծ աջակցության խնդիր ունի։ Իսպանիա արտահանած հայկական ծիրանի ամբողջ խմբականակը փաստորեն փչացել է։ Ձկնաբույծերը հայտարարում են, որ ռուսական շուկայում սահմանափակումների վաճառով եվրոպական չափորոշիչներին չեն կարողանում համապատասխանեցնել իրենց ոլորտը եւ ակցիայի են պատրաստվում, ինչի մասին է խոսում։ Նախ ինֆորմացիաները պիտի ճշտել, հետո գնաց ու այդ իսպանական ծիրանը տեսավ հայկական, այդ ինֆորմացիան տապես պիտի մեջ առաջինը տվի, երկրորդ տեսնի որտեղ է տպվել, ինֆորմացիան որտեղ է տրվել, ովքեր են։ Հայկական մամուլում էլ է։ Չէ, հայկական որն է։ Այդ ենքան մամուլ կա, որ այդ ռուսականից կեշ է, թուրքական է, ռուսական է, ադրբեջանական է։ Բայց հիմա ասեցի պիտի դա պիտի ստուգվի, ասելու բան չկա։ Երկրորդ մասն էլ հիմա ինչ է, հերետորական, ինչ է առաջարկում, անկախությունը վաճառենք։ Այդ անկախությունն են ուզում ռուսները վաճառեն, բայց կամ մի ուրիշ բան։ Լավ աշխատել է պետք, լավ աշխատել։ Գիշեր ցերեկ։ Եվ աշխատել համատեղ այն երկրների հետ, ովքեր որ մեզ ձեռք են օգնում։ Եկում օրինակ այսօր ԵՄ-ից 4 փորձագետ է ժամանելու Հայաստան։ Տեսեք ինչ կա։ Նայեցեք առաջի նախ ինչպես որ ես գիտեմ մեր պետության պատմությունը, ինչ ուզում եմ ասել, Հայաստանում երկու հոգի իմանան չի մնա։ Նման միջազգային իրադրության նպաստավոր վիճակ երբեք չի եղել մեզ համար։ Հիմա ոնց ասեմ, Թրամփը ձեզ ընկեր։ Աշխատեք, ինչ ասեմ, աշխատեք հետները, գոգնեն ամեն ինչով, գոգնեն ամեն, մի վախեք, վախենում են, մի վախեք, և հիմա էլ երևի պետք է քարտեզ լինեն, որ ճանապարհային քարտեզ, ինչպես Ռուսաստանից հեռանալ, մի վախեք, Ռուսաստանից հեռանալ է պետք, ինչքան հետը մնաք վարակից չեք հեռանալու, ինչքան վախվորակ ենքան խփելու է, Ադրբեջանը տեսեք, Ալիևը բան արեց, հետույքին տվեց, տեսնում եք ոնց են ընդունում, եղավ, ասում են թե վիճելու բան չկա, ենքան էլ նեղացած չենք, ուրեմն սիրում են պետությունները, որ իրենք կանգնում են ծերեթելու բաներին, էլի, մայթերին, կանգնեցրեք ծերեթելու մայրերին, շարժվեք առաջ, կարող ենք անկախությունը պիտի վիճարկենք այս կանից հետո եւ այլ, Ռուսաստան անկախության վերացում է ուզում, Հայաստանի մաֆիան եւս, բայց Հայաստանի մաֆիան ես հարց ունեմ, արա Ռուսաստանը մեռնում է, դուք ում համար եք այս հարցերը, այս ձևում համար եք անում, հա, հայվանոց եք, Ռուսաստանը մեռնում է, չեք հավատում,